Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ ասուլիսի հրավերը ընդունելու համար, քանի որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին մեկ շաբաթը այլևս անցյալում է, մեր քաղաքական թիմը որոշում է կայացրել այս ձևաչափով յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել նախորդ շաբաթվա քարոզարշավի հաշվետվությունը, հանրային հաշվետվությունը, որովհետև կարծում եմ, որ սա առաջնահերթություն է կատարված աշխատանքները ներկայացնելու, ինչպես նաև առաջիկա անելիքները նախանշելու մասով, այսպիսով այս մեկ շաբաթվա ընթացքում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ինչպես նաև քաղաքական թիմի անդամները, պատգամավորության թեկնածուները շատ ակտիվ նախընտրական քարոզարշավ են իրականացրել հանրապետության մարզերում, ինչպես նաև քաղաքամայր Երևանի տարբեր համայնքներում, մասնավորապես պարոն Ծառուկյանը անձամբ այցելել է Կոտայքի և Տավուշի մարզերի մի քանի տասնյակ համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, ինչպես նաև շատ ջերմ հանդիպում է ունեցել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մեր հայրենակիցների հետ, ուզում եմ ասել, որ ամփոփելով այս մեկ շաբաթվա քարոզարշավի արդյունքները վստահաբար կարելի է ասել, որ ամենուր Գագիկ Ծառուկյանի հանդիպումները վերածվում են յուրօրինակ ժողովրդական ասուլիսների, որտեղ հիմնական հարց ու պատասխանը իհարկե նաև լրագրողների կողմից են բազմաթիվ հարցեր պարբերաբար բարձրաձայնվում եւ հնչեցվում, սակայն հիմնական հարցադրումները ներկայացնողները լինում են հենց մեր հայրենակիցները։ Բնականաբար առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակներում ներկայացված մեր նախընտրական դրույթների շրջանակներում պարոն Ծառուկյանը քաղաքական թիմի անդամները ներկայացնում են բոլոր բարձրաձայնված խնդիրների հետ կապված մեր լուծումները, սակայն դրան զուգահեռ նաև արձանագրվում է, որ շատ հաճախ բարձրաձայնված խնդիրներին վերաբերող հարցերի հասցեատերը բնականաբար ընդդիմությունը չէ, մասնավորապես այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէ, եւ մենք կարող ենք ներկայացնել բացառապես այդ խնդիրների լուծման վերաբերյալ մեր ունեցած տեսակետները։ Այս մեկ շաբաթվա ընթացքում մենք բացառիկ ջերմ, մարդաշատ, շատ այսպես էմոցիաներով լեցուն բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել եւ նաեւ այս մեկ շաբաթվա ընթացքում ձևավորվել է, կարելի է այսպես ասել, այս խորհրդարանական ընտրությունների Բարգավաճ Հայաստան կուսակցության նոր կարգախոսը, որը հենց սկիզբ է առել մարդկանց հետ շփումներում, խոսքը մասնավորապես վերաբերում է պարոն Ծառուկյանի կողմից հնչեցված պատրաստվեք լավ փոփոխությունների, պատրաստվեք նոր փոփոխությունների կարգախոսին, որը ամենուր այսպես արդեն կարգախոսի նման հնչում է ինչպես մեր քաղաքական թիմի անդամների պարոն Ծառուկյանի, այնպես էլ արդեն մեր հայրենակիցների կողմից։ Քարոզարշավը նաև շատ ակտիվ քաղաքական թիմի անդամները շարունակում են քաղաքամայր Երևանի տարբեր համայնքներում, շենքերի բակերում, բնակարաններում, հանդիպումների, տարբեր նաև քննարկումների ձևաչափով, բոլորին ընձեռված է հնարավորություն ծանոթանալու մեր ներկայացրած ծրագրին, առաջարկ Հայաստանին ծրագրին, որը ինչպես առիթ ունեցել ենք նախկինում ասելու, հիմա եւս վերահաստատում ենք մեկ անգամ, որը իր սկզբունքով կատեգորիկ տարբերվում է մինչ այս պահը ներկայացված բոլոր նախընտրական ծրագրերից, քանի որ դա ծրագիր է մարդկանց կողմից ստեղծված եւ մարդկանց մասին ժողովրդական ծրագիր է, որտեղ կան բոլոր այսպես խնդիրների լուծումները։ Խնդիրները, որոնք մեր հայրենակիցները այս մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնում են, բազմաթիվ են, սկսած անվտանգությունից, սոցիալական վիճակից, տնտեսությունից, առողջապահությունից, կրթությունից, արտաքին պարտքի աննկարագրելի մեծ ծավալներին վերաբերող բազմաթիվ հարցեր են հնչեցվում, որոնց բնականաբար տրվում են պատասխաններ, հղում անելով մեր նախընտրական ծրագրին, սակայն մեկ հարց այնուամենայնիվ մնում է բաց։ Այս խնդիրների հասցեատերը իշխանությունն է, այս խնդիրների լուծման ճանապարհները ունենք մենք։ Մենք ներկայացնում ենք մեր լուծման ճանապարհները։ Եվ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում բնականաբար, երբ որ մենք վաստակենք հանրության մեր հայրենակիցների վստահությունը, բնականաբար նաև կներկայացնենք այդ բոլոր խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը։ Ես ուզում եմ օգտվելով առիթից եւս մեկ անգամ մեր բոլոր անդիմախոսներին, քաղաքական պայքարին մասնակցող ուժերին կոչ անել նախընտրական քարոզարշավի հաջորդող շաբաթները մնալ քաղաքական կոռեկտության, զգոնության շրջանակներում, լինել կառուցողականության դաշտում, որովհետև հենց մայիսի 8-ին քարոզարշավի մեկնարկի առաջին օրը Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քաղաքական թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ ֆիքսել է մեկ առաջնահերթություն՝ ցեղչ շպրտել որևէ օպոնենտի վրա,
Սակայն բնականաբար, եթե լինեն նախադեպեր մեզ վիրավորելու, մեզ քննադատելու անարդարացիորեն, բնականաբար պատասխանը լինելու է համարժեք եւ մենք երբեք նախահարցակ չենք լինելու, պահելու ենք բարեկրթության բոլոր նորմերը, սակայն եթե հնչում են գնահատականներ, բնականաբար դրանց տրվելու